Ռուսաստանի համար կենսական է Հարավային Կովկասը, որովհետև տնտեսական եւ քաղաքական ազդեցությունը շատ մեծ տարածքի վրա է բաժանվում եւ մեծ հաշվով Հարավային Կովկասը գտնվում է արևմուտքի արևելքի հատման կետում որպես լոգիստիկ եւ որպես քաղաքակրթական, որպես մշակութային հանգույց։ Եվ նա, ով կարողանում է այս տարածքը պահել իր վերահսկողության տակ, նա եւ մերձավոր արևելքն է կարողանում ազդել այնտեղ տեղի ունեցող գործընթացների վրա եւ միջին արևելքը եւ հեռավոր արևելքը եւ Եվրոպան, այսինքն շատ էական աշխարհագրական դիրք է եւ ես կարծում եմ Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեցող աշխարհագրական դիրք եւ տնտեսական եւ քաղաքական առումով այդ դիրքը վտանգված է գործող իշխանության պահպանման դեպքում թե նոր ուժի դեպքում պետք է Ես չի ասի, որ այդ դիրքը վտանգված է գործող կամ հնարավոր փոփոխությունների դեպքում մի դեպքում է վտանգված այդ դիրքը, եթե Հայաստանում ձևավորվի այլընտրանքային գաղափարական ուժ կամ ուժեր։ Այն եղած դաշտը, որը կա եւ այն եղած քաղաքական մշակույթը, որի կրողն են հանդիսանում գործող ուժերը, դրանք ոչ մի կերպ հարցականի տակ չեն դնում այլ երկրների ազդեցությունը Հայաստանի վրա։ Այսինքն դա արևմուտքը կլինի, արևելքը կլինի, իհարկե Եվրոպան, եթե Ուկրաինայի համար չի մտել ուղիղ պատերազմի մեջ պաշտպանելու Ուկրաինային, որովհետև իր կենսական շահերը կային այնտեղ, ապա Հայաստանի համար վստահաբար դա չի անելու։ Եվ եթե գործը հասնի ուժոյին լուծման, իսկ դա հնարավոր է, ապա նման ագրեսիայի դեմ միայն ինքնորոշված հանրույթը կարող է պայքարել։ Իսկ մենք չունենք այդպիսի հանրույթ գոնե այս պահի դրությամբ։ Դրա համար կարծում եմ ոչ գործող, ոչ նախկին, ոչ էլ ապագա այդ ուժերի, հնարավոր ուժերի ներկայությունը Հայաստանի կառավարման ղեկին որևէ լուրջ վտանգ չի ներկայացնում իրանից Ռուսաստանի համար։ Այո, կան ուժեր, որոնց հետ Ռուսաստանը ավելի հեշտ եւ իր շահերի տեսակետից ավելի արդյունավետ կգործի, քան մյուսների, բայց ես վստահ եմ, որ այն մյուսների հետ էլ ինքը այդպես առանձնապես մեծ խնդիր չի ունենա։ Ռուսաստանի ամենամեծ խնդիրը Ուկրաինայում է։ Եթե ընդդիմությանը հաջողվի մեկ միասնական ճակատ ձևավորել, կարող է հասնել իշխանապետություն։ Ընդդիմություն ասելով ում ենք հասկանում, իշխանությունից բացի մնացած բոլորը հավաքվում։ Ինձ էլ ձեզ էլ նույն ցանկն է հայտնի, չէ՞ առայժմ։ Թե անակնկալներ էլ կան։ Չէ, դե այն ինչ որ մեզ հայտնի է, դա դեռ չի նշանակում, որ այդպես է դաշտը, այսինքն մեզ հայտնի ընդդիմությունից որոշները կարող են բարձվել իշխանամետ, մեզ հայտնի ընդդիմության տարբեր ճամբարներից որոշները կարող են բարձվել, որ լուրջ հակասություններ ունեն, որոշները կարող են միավորվել, այսինքն ես որպես այդպեսին չեմ տեսնում միասնական ընդդիմություն, ասենք դրան, չնայած դա գործող իշխանությունների դեմ։ Չէ, ես պարզ տրամաբանությամբ եմ առաջնորդվում։ Եթե բոլորը հայտարարում են, որ մեր նպատակը այս իշխանությունից ազատվելն է, ճիշտ է։ Այո։ Այդ նպատակը չի կարող միավորել բոլորին։ Կարող է, բայց ովքեր են այդ բոլորը, դա ամբողջ հարցը։ Այդ բոլորը, որ մենք ասում ենք, ուրեմն նպատակն է կեղծ։ Դե բա ես էլ եմ ասում, եթե Հայաստանում չկա որևէ մի ուժ, որը առաջարկի հստակ Հայաստանի այսպես զարգացման հայեցակարգ տեսլական, ես տնտեսական չեմ, ես ասում եմ քաղաքական, քաղաքակրթական, չկա այդպիսի ուժ, հետևաբար, եթե երկու ուժերի մեջ արևմուտք եւ արևելք, այդտեղ ոչ թե ընդդիմությունը կամ գործող իշխանությունն է հաղթում, այլ թե ժողովուրդը որքանով ինքը իրեն կհամոզի գնալ դեպի արևմուտք կամ գնալ, այսինքն համոզի էլ չէ, որ վախերը կգերիշխեն, որ կողմի տրված արգումենտները այդ վախացնելու ավելի հիմնավոր կլինեն։
Ես կարծում եմ այն թեզը, որը կա արևելքի այդ խմբի մեջ կամ արևմտյանին հակառակ խմբի մեջ, որտեղ այնպես չի, որ հստակ բոլորը արևելքի կողմնակից են որպես արտահայտվում։ Այնուամենայնիվ ինքը կենսունակ չի։ Այսինքն մենք ունեցել ենք պատերազմ, որի հանգամանքները դեռևս շատ մեծ հարցականի տակ են դնում նույն արևելքի հետ մեր անվտանգության հնարավոր համագործակցությունը։ Մենք այնտեղ իրավական լուրջ խնդիրներ կա այդ եթե համախմբումը լինելու է անձերի շուրջ, իսկ մենք անձերը գիտենք ովքեր են այդ անձերի եւ իմիջի եւ իրավական կարգավիճակի եւ հազար հարց կա խոսելու մինչեւ ինչքան ժամանակ է հնարավոր արհեստական բանականությամբ տեքստեր գեներացնել, կարծում եմ մի օր կարիք է լինելու խոսել եւ դա խնդիր է լինելու։ Հայաստանում գործող իշխանությունը ձևավորվել է ընտրությամբ։ Հաստատում եք դա։ Այո, միանշանակ։ Ժողովրդական ընտրությամբ։ Այո, մեր մոտ էլեկտորալ ժողովրդավարություն է, այսինքն ընտրությունները միակ բանն են, որ մեծ տեղի են ունենում ժողովրդավարությանը մոտ ինչ որ։ Չէ, ես չեմ խոսում մեր պատմության մասին։ Չէ, վերջի ընտրություններն էլ նայեք, ժողովրդավարությունը միայն ընտրությունը չի։ Ժողովրդավարությունը նաև ժողովրդավարական ինստիտուտներն են։ Մեր մոտ դրանք չկան, հետեւաբար ընտրությունները ժողովրդավարին մոտ են, բայց դա չի կարելի ասել, որ մենք ժողովրդավար պետություն ենք։ Դե բերեք ավելի բարձունակ խոսենք։ Բարձ խոսենք, բարձունակացնենք մեր խոսույթը։ Մարդը գնում է ընտրության առանց պարտադրանքի կամ առանց որևէ այլ միջամտության։ Մարդը գնում է ընտրության վախերից ելնելով։ Վախերից ելնելով, բայց ինքն է գնում ընտրության, չեն տանում։ Ինքն է գնում, այո։ Ես դուք հասկանում եք իմ ակնարկները։ Հա, միանշանակ, պարտադրանք որպես այդպեսի չկա։ Կան հոգեբանական ինչ-որ խնդիրներ, որոնք սրվում են։ Չէ, կա քարոզ, որը կարող է շեղել մարդկանց։ Քարոզ է, դա ընտրողի մեղքն է, քարոզին ինչքանով է տրվում, ինքը չի տրվում։ Այդքան էլ ընտրողի մեղքը չի միայն, բայց այո։ Հիմա ես գնանք առաջ։ Հաջորդնել եք այդպեսին սպասում։ Այսինքն Հայաստանը դուրս է եկել այն երկրների շարքից, որտեղ ընտրությունները կանխորոշված են։ Ոչ, Հայաստանը դուրս չի եկել այդ երկրների շարքից։ Դրա համար մենք ունեինք էլեկտորալ այն շարքում է, որտեղ Ռուսաստանն ու Ադրբեջանն են։ Նայեք, Վրաստանի նման ժողովրդավարության բարձր ցուցիչ ունեցող երկիրը հետ գլորվեց եւ հիմա Բրիտանիայից ինչ որ պաշտոնյա էր վերջերս, բավականին բարձր չեմ հիշում ով էր, ասաց, որ Վրաստանը գնում է ավտորիտար համակարգի ձևավորման ճանապարհով։ Այսինքն, այն որ 18 թվականին եղել է ժողովրդական ընդվզում, այն որ 21 թվականին եղել են ընտրություններ, որի ժամանակ պարտադրանք չի կիրառվել ուղիղ ընտրողի նկատմամբ, դա դեռ չի նշանակում, որ 26 թվականի ընտրությունները լինելու են ավելի ժողովրդավար քան 21-ինը եւ առավել եւս 31-ինը լինելու են ավելի ժողովրդավար քան 18-ինը եւ մնացածներ դրանից հետո։ Այսինքն դա երաշխիք չի։ Դա ցուցիչ չի, որովհետեւ նորից եմ ասում, մենք որպես հասարակություն ինստիտուցիոնալ տեսանկյունից մենք ընտրական էլեկտորալ ավտորիտարիզմից անցել ենք էլեկտորալ ժողովրդավարության, այսինքն իրենք շատ մոտ եւ շատ նուրբ եզր ունեցող տեղեր են, կետեր են։ Մենք հետ գլորվելու շատ մեծ վտանգ ունենք հետ գլորվելու, հատկապես եթե այն ինչ խոստանում են եւ գործող ընդդիմությունը եւ գործող իշխանությունը այն է սահմանադրական փոփոխություններ անել, բայց սահմանադրության մեջ չփոխել վարչապետի սուպերլիազորությունները։ Դրանք ուղիղ ճանապարհ են հետ գլորվելու ավտորիտար համակարգի։ Իհարկե կան որոշակի շանսեր, որ այդ հետ գլորվելը տեղի չի ունենա, բայց դրանք էլ էլի մեր
քաղաքական մտքի հասունության արգասիկ չեն լինելու, այլ օրինակ եթե Եվրոպայի հետ ինտեգրացիա լինի, հնարավոր է որ Եվրոպան պարտադրի այդ կետերը փոխել, իսկ դրանք օրինակ 31-ի ընտրություններից հետո փոխեն, այսինքն մի հատ էլ սահմանադրական հանրաքվե իրականացնեն, ես սցենարներ եմ ասում, որ հնարավոր է լինեն, հնարավոր չէ, բայց եթե այնպես չգնա, որը մեր համար որպես ժողովուրդ լավագույն սցենարը կլինի, ապա այո, մենք ամենայն հավանականությամբ նորից կգլորվենք դեպի ժողովրդավարությունից ավտորիտարիզմ։